Սիրելի ավադացյալներ, այսօր մենք սկսում ենք մի առանձնահատուկ հոգևոր ճանապարհորդություն, որը շարունակվելու է 24 օր, առաջնորդվելով շնորհալի Հայրապետի հավատով խոստովանիմ կաղոթքով։ Այն մեզ հնարավորություն կտա խորանալ մեր հավատքի մեջ, վերագտնել Աստծո ներկայությունը մեր կյանքում և ամրապնդել մեր հոգևոր կապը նրա հետ։ Այս օրերը մեզ համար կլինեն աղոթքի, զղջման, խորելու և Աստծո խոսքն ավելի լավ հասկանալու հնարավորություն։ Ամեն օր մենք կլսենք նրա խոսքը, կսովորենք նրա սիրո մասին և կփորձենք մեր կյանքում կիրառել նրա պատվիրանները։ Թող Աստված օրհնի այս ընթացքը, առաջնորդի մեզ իր իմաստությամբ և շնորհի մեզ ուժ հավատարիմ մնալու մեր հավատքին։ Սիրելի եղբայրներ և քույրերի Քրիստոս, այսօր մեր հոգևոր խորհրդածության ընթացքում կանգ ենք առնում այս գեղեցիկ և խորիմաստ խոսքերի վրա։ Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, անհեղ և անմահ բնություն, արարիչ հրեշտակների, մարդկանց և բոլոր արարածների, ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Այս խոսքերը ոչ միայն աղոթք են, այլ նաև միաժամանակ խոստովանություն, երկրպագություն, հեզություն և խնդրանք Աստծուց։ Մարդ իր հոգու խորքից ընդունում է Աստծո մեծությունը, հանձնում իրեն նրա ողորմածությանն ու սիրուն և խոստովանելով իր մեղավորությունը, խնդրում Աստուծո ներումը։ Այս խոսքերը անմիջապես ուղղված են Սուրբ Երրորդությանը, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Քրիստոնեական հավատքի հիմքը հենց Սուրբ Երրորդությունն է, որի խորհուրդը մարդկային միտքը ամբողջությամբ չի կարող ըմբռնել, բայց հավատքը մեզ առաջնորդում է այդ ճշմարտության մեջ։ Հայր Աստված, արարիչն ու բարեգութը, ստեղծեց աշխարհը և մեզ կոչեց իր որդիները լինել։ Որդին, Հիսուս Քրիստոսը, մարմնացավ մեր փրկության համար, խաչվեց մեր մեղքերի թողության համար և մեզ վերադարձրեց դեպի Հայրը։ Սուրբ Հոգին, Աստծո կենսատու շունչը, զորացնում է մեզ, առաջնորդում դեպի ճշմարտություն և սրբացնում մեր հոգին։ Երբ ասում ենք հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք Աստուծո գերիշխանությունը մեր կյանքում, հավատում ենք նրա սիրուն և ողորմածությանը և խոստովանում ենք նրա հավատարիմ մնալ։ Աստված ոչ միայն մարդուն, այլև հրեշտակներին ու ողջ արարչագործությունը ստեղծեց։ Նա լույսի արարիչն է, որ ամեն բան ստեղծեց իր կատարյալ իմաստությամբ։ Մենք, մարդիկ, Աստուծո արարածներից ամենաօրհնվածներն ենք, քանի որ միայն մեզ տրվեց Աստուծո պատկերով ստեղծված լինելու շնորհը։ Բայց այս մեծ պարգևի հետ միասին մեզ տրվեց նաև պատասխանատվություն, ապրել ըստ Աստծո կամքի, պահպանել մեր հոգու մաքրությունը ու հավատարիմ մնալ Արարչին։ Աղոթքի վերջին բառերը խոնարհության ու անկեղծ զղջման արտահայտությունն են։ Ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Արդարև, մենք մեղավոր ենք Աստծո առաջ։ Մարդկային կյանքը լի է սխալներով, հպարտությամբ, մոլորություններով և Աստծուց հեռանալու պահերով։ Սակայն Տերը ինքը մեզ ուսուցանում է, որ եթե զղջումով վերադառնանք իրեն, նա միշտ պատրաստ է ներել մեզ։ Սաղմոս 2-ն ասում է. «Եթե դեռ անօրենություններն ի պտի բերես, ով կդիմանա, բայց քեզ մոտ թողություն կա»։ Աստված պատրաստ է ներման, բայց մենք պետք է անկեղծորեն խոստովանենք մեր մեղքերը և աշխատենք դրանք շտկել։ Պետք է աղոթենք, ապաշխարենք, մեր սրտերը բացենք Տիրոջ առջև և խնդրենք նրա ողորմությունը։ Աղոթքը հոգևոր շփումն է Աստծո հետ, և երբ մենք հավատքով ու խոնարհությամբ աղոթում ենք, Աստված լսում է մեզ։ Ինչպես Տերն ասում է. «Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, թակեցեք և կբացվի ձեզ»։ Աղոթքը չի կարող միայն խոսքեր լինել, այն պետք է լինի մեր կյանքի ուղեցույցը, մեր հոգևոր ճանապարհի հիմքնաքարը։ Սիրելի ավադացյալներ, այս խոստովանությունն ու աղոթքը մեզ հիշեցնում են, որ մեր կյանքը պիտի լինի ոչ միայն հավատքի խոստովանություն, այլև հավատքի գործնական իրականացում։
Մենք պետք է երկրպագենք Աստծուն, ոչ միայն խոսքով, այլև մեր գործերով։ Ապրենք ճշմարտության մեջ։ Մեր մերձավորներին սիրենք եւ օգնենք, մաքուր պահենք մեր սրտերը եւ ամեն օր մեր կյանքը նվիրենք Աստծուն։ Միայն այսպես մենք կկարողանանք արժանի լինել Աստծո սիրուն ու փրկությանը։ Ամեն։